Մեզանում փորձ է կատարվում նաև ներկայացնելու թե իբր Իրանում կա երկու դիրքորոշում խնդրի վերաբերյալ կոչեցյալի վերաբերյալ իդեպ այդ անվանումը ինքնին վիրավորական է Գարեգին Նեժդե Սյունիքը չի ազատագրել եւ չի պահել Հայաստանի համար որպեսզի այդ ճանապարհը կոչվի որևէ մեկի անունով դիցուկ Ռուսաստանի նախագահի, Միացյալ Նահանգների նախագահի, Իրանի նախագահի, չգիտեմ Չինաստանի նախագահի անունով դա իր մեջ վիրավորական տարեպարունակում է դեպի հիշատակի առջև Բայց դառնամ ձեր հարցին, իրանական կողմում կա մեկ դիրքորոշում։ Եթե մենք փորձենք այդ դիրքորոշումը ինչ-որ առումով պատկերավոր ձևակերպել, ապա իրանական կողմը հստակորեն հայտարարում է, որ իրենք վստահում են Հայաստանին, բայց իրենք չեն վստահում Միացյալ Նահանգներին։ Իսկ մենք գիտենք, որ գործընթացը երկկողմ է, ավելի ճիշտ ոչ թե երկկողմ է, այլ առյուծի բաժնով կապված է Միացյալ Նահանգների հետ, այդ մասնաբաժինները դրա խոսուն ապացույցն են։ Հետևաբար, այստեղ իրանական կողմում դիվանագիտական ձևակերպումներում նույնիսկ ես չեմ կարծում, թե շատ մեղմություն կա, եթե հայտարարվում է, որ անհանգստություններ կան կապված այդ ճանապարհի հետ, եւ ըստ էության ես կարծում եմ նույնիսկ Հայաստանում նրանք, որոնք որոշումներ են կայացնում, իրենք էլ լավ չեն պատկերացնում ինչ է լինելու այդ տրիպ անվանվող ճանապարհը, առավել եւս մենք չենք կարող լավ պատկերացնել, առավել եւս դրա փաստաթղթային հենքն շատ տարօրինակ ձևակերպումներով է սկսվում ստորագրվածը կամ չգիտեմ այս հայտարարությունը կամ կոնկրետ փաստաթուղթը չունի իրավական ուժ կողմերի համար, այսինքն ըստ էության սահմանվում են ինչ-որ շրջանակներ, հետևաբար իրանական կողմն չի կարող լավ հասկանալ, թե ինչ գործընթացի հետ իրենք կարող են առերեսվել այս հանգամանքը հաշվի առնելով։ Հարաբերությունների համատեքստում, հայ-իրանական հարաբերությունների համատեքստում անկեղծությունը շատ կարևոր հանգամանք է։ Եթե ներերկրային, չգիտեմ, ներհայաստանյան զարգացումներում կարելի է մանիպուլյացիաներով ինչ-որ խնդիրներ լուծել, այն էլ կարճաժամկետ, ապա միջպետական հարաբերություններում դա ոչ միայն չի աշխատելու, այլ նաև խիստ վտանգավոր է եւ խիստ ռիսկայնություն ունեցող հանգամանք է։ Հետևաբար կարծում եմ իրանական կողմի հետ պետք է խոսել անկեղծ եւ ներկայացնել անկեղծ իրավիճակը, եթե այդ իրավիճակի հեռանկարը հասկանալի է նաև այն մարդկանց համար, որոնք պետք է իրականացնեն այդ գործընթացը, ես կարծում եմ, որ իրենց համար էլ հասկանալի չէ, համենայն դեպս մեզ որևէ մեկը հասկանալի կերպով չի բացատրում դա։ Բաքվի բռնապետը հստակորեն հայտարարում է, որ այդ ճանապարհը միտված է իրականացնելու երկու գործառույթ, որևէ խոսք չկա Հայաստանի ապաշրջափակման մասին, խոսվում է բացառապես այսպես կոչված մայրցամաքային Ադրբեջան Նախիջևանի ինքնավար հանրապետության կապի մասին եւ Ադրբեջան-Թուրքիա մի կողմից դեպի արևմուտք կապի մասին եւ Ադրբեջան-Կենտրոնական Ասիա մյուս կողմից դեպի արևելք կապի մասին։ Որևէ խոսք չկա այն մասին, որ այդ երկաթուղագիծը ճանապարհը շարունակվելու է դեպի Հայաստան, ընդհակառակը տեղի են ունենում տարբեր մեղմ ասած անհասկանալի գործընթացներ, երբ նաեւ գործընթացի մեջ փորձ է կատարվում ներգրավել Ղազախստանին, ինչը ըստ էության ցույց է տալիս, որ մենք գործ ունենք թուրանական ճակերտավոր աշխարհին Հայաստանի ինկորպորացիայի փորձի հետ, Հայաստանը սերտաճեցնելու այդ աշխարհի հետ, որը չեմ կարծում, թե մեր երազանքն է մեղմ ասած, եթե չասեմ մեզ համար հսկայական ռիսկեր է պարունակում։